Հայկ, նախ ասեմ, որ մենք նախապես պայմանավորվեցինք դույով խոսել, շատ լավ։ Շատ անսովոր է, որ հիմա ոչ քաղաքական հարցազրույց ես տալու։ Քո համար ո՞նց է այդ զգացողությունը։ Հետաքրքիր է այդ դիտանկյունից, հա, որտեվ հիմնականում ինձ տենց քաղաքական ֆորմատի մեջ են մարդիկ ճանաչում, բայց իմ մյուս կողմն էլ կա, հա, հակառակ կողմն էլ գոյություն ունի, որտեղ ես մուլտիպլիկատոր եմ, ռեժիսոր եմ, գրող եմ ու այսպես շարունակ։ Դե ես դա կարծում եմ նաև հիմնական կողմն է, այդպես պիտի լինի երևի։ Հա, տենց մեր մոտ ոնց է, որ խոսում ենք տուն ոնց ես պահում, հա, այդ տուն պահելու սկզբունքը, ես տուն մուլտիպլիկացիայով եմ պահում, սենց ասած, մուլտիպլիկացիան դժվար ոլորտ է, հիմնականում մարդկանց մոտ տենց է, մտած ասենք մուլտիկը դա ինչ որ մանկական բան է, եթե մանկական է, նաև տենց հեշտ է, բայց ինքը շատ բարդ ոլորտ է, որտեղ մեծ թիմի հետ ես աշխատում, տեսակ հա, ոնց որ տարբեր սենյակներ, տարբեր աշխատողներ ու ինքը տես թիմային աշխատանք է, որը որ բարդություն է, էլի Իրանից ներկայացնում թիմով աշխատելը, համենայն դեպս մեր մենթալիտետ դեպքում, որ թիմային աշխատանքը միշտ ավելի դժվար է, քան ինդիվիդուալը ու մենք ընդհանրապես ասենք մշակույթի մեջ արտիստների համար եւ այլն եւ այդ ինդիվիդուալ ենք իրանց անընդհատ ընկալում, բայց մուլտիպլիկացիան հենց հակառակը ավելի շատ ինքը թիմային աշխատանք է ու դրանով բավականին ավելի բարդ։ Դու մի քանի աշխատավայր ունես, ոնց հասկացանք, որպես գրող տունն է, որպես մուլտիպլիկատոր հիմա ստուդիայում ենք գտնվում, որտեղ հենց հիմա ինչ-որ պրոյեկտի վրա եք աշխատում։ Մի քիչ պատմի, ոնց է սկսում քո հենց աշխատանքային օրը նախ որպես մուլտիպլիկատոր։ Գալիս ես այստեղ ու ինչ է կատարվում։ Դե ես այստեղ իմ հիմնական գործը ռեժիսուրան է, որպես այդպես ինչ-որ աշխատասենյակ չունեմ կամ ժամային գրաֆիկ, իմ հիմնական գործը կանում է այդ թիմի կրեատիվ աշխատանքը կազմակերպելը։ Հիմա մենք աշխատում ենք մի պրոյեկտի վրա, որը Սևանիկ է կոչվում։ Սևանիկ, այո, ինքը փոքր վիշապիկի մասին է, որը որ Սևանում է ապրում իր ընկերների հետ։ Պրոյեկտը ավելի շատ տենց բնապահպանական թեմայի շուրջ է, Սևանի շուրջ գտնվող աշխարհի կենդանիների, այդ կենդանիներն էլ հա իրան այդ ընկերախումբը էլի կարմիր գրքում գրանցված կենդանիներ են, այսինքն համատեքստը տենց բնապահպանական է ու նաև մեր մշակութային, տարածքային առանձնահատկությունները հաշվի առնելով Սևանի շուրջը հա հավաքված ամբողջ պրոյեկտը, հիմա այդ պրոյեկտի վրա ենք աշխատում, մի քանի սերի արդեն ունենք պատրաստ ու հուսով եմ շուտով փոքր եւ ոչ փոքր հանդիսատեսիներ կհասնի այդ նայելու ժամանակը։ Եվ դու ղեկավարում ես այդ ամեն ինչը, այսինքն այստեղ մարդիկ կոպիտ ասած քո թիմի անդամներն են։ Ну, որպես ռեժիսոր, հա, որպես ռեժիսոր, հա, այդ կրեատիվ մասը սովորաբար ռեժիսորն է, անգլերեն ասած director, հա։ Ու ստեղ ես 9-ից 6-ը կոպիտ ասած։ Չէ, ընդոր։ Իսկ ինչ ես անում օրվա մեջ ուրիշ։ Երբ ես դու համարում որ քո օրը սկսվեց աշխատանքը, որը վերջացավ։ Ես շատ ուշ եմ արթնանում, ասեմ իմանաք, 11-ին, 12-ին էսպես, հա։ Ուրիշ ստուդիաների հետ եմ աշխատում, արդեն որպես որ ավելի հասկանալի լեզվով լինի, կասեմ բեմադրող օպերատոր, հա, սենց ձևակերպեմ։ Հիմնականում ռեմոտ է այդ աշխատանքը։ 11-12-ին վեր եմ կանում, սուրճ եմ խմում ու ննջասենյակից հասնում եմ մինչև աշխատասենյակ ու նստում եմ համակարգչի դիմաց։ Էդ է հա իմ ճանապարհը առանց խցանումների, առանց ներվայնանալու հասնում եմ մինչև աշխատավայր։ Մնացած ժամանակն արդեն ըստ գրաֆիկի, հա, եթե ասենք ստեղ ինչ որ գործ ունեմ, գալիս եմ, ստեղ եմ աշխատում, ինչ որ բաներ կա, քոլերով ենք քննարկում, խոսքով ազատ գրաֆիկի սկզբունքով եմ աշխատում։ Ստացվում է, որ քո օրվա մեծ մասը նվիրված է տարբեր բաների ու շատ քիչ գրականություն, ասենք աչքաչափով եմ ասում, գրականությունը քիչ։ Այդտեղից ենթադրում եմ, որ գրականությամբ դժվար է գումար վաստակելը, դրա համար կողքից տարբեր բաներ ես անում։ Այս գրականությամբ գիշերն եմ զբաղվում, հա, տենց
քնելուց առաջ որ մի 2 ժամ մի քիչ ազատ է լինում աշխատանքից, հիմնականում փորձում եմ գրականությանը նվիրել, փորձում համարյա ամեն օր կամ գոնե եթե մեկ բաց եմ թողում, հա, ոչինչ, բայց փորձում ամեն օր ինչքան հնարավոր է շատ ժամանակ, հա, ամեն դեպքում ժամանակ հատկացնեմ, հա, այդ էլ է հետաքրքիր բան, որովհետև թվում է թե գրականության համար մուսան է կարևոր, մուսան գա նստես գրես, բայց ես մի քիչ ուրիշ կողմից եմ էլի մոտենում, որ այդ համակարգված աշխատանքը շատ ավելի կարևոր բան է, քան նստես մուսային սպասես, ու այդ մուսան գալիս այն ժամանակ, երբ որ դու անընդհատ համակարգված այդ դրանով զբաղվում ես։ Նույնիսկ եթե ես այդ օրը ինչ որ գրելու հավես չունեմ, հա, ես գոնե իմ գրածները ինչ որ կարդում եմ, վերախմբագրում եմ, հիմա կարևոր է անընդհատ այդ թեմայի մեջ մնալը, որովհետև այդ է, հա, մուսան բերում, եթե դու տենց թողես 2 շաբաթը մեկ ինչ որ մի հատ միտք գա գրես, չի թվում թե տենց պրոդուկտիվ է, հա, լինելու, իսկ եթե դու ամեն օր քեզ ստիպելով մի ժամ, 2 ժամ դու քո տեքստերի հետ աշխատում ես, կարդում ես, վերախմբագրում ես, հավանականությունը, որ այդ մուսան ինչ որ այդ նոր միտքը քո գլխում ավելի շուտ կծակի, սկսում է մեծանալ։ Դա դու անընդհատ մեջն ես, չես իրան բաց թողում։ Դա իմ այս կարևոր սկզբունք եմ դրել իմ համար, որ տենց օրական գոնե մի ժամ, 2 ժամ գոնե իմ տեքստերը կարդամ, ես եթե ընդհանրապես գրելու հավեսել չունեմ, գոնե այդ տեքստերը վերակարդամ, վերախմբագրեմ, մի բառ էսկում տանեմ, մի բառ ենկում տանեմ, մի բան ջնջեմ, մի բան ավելացնեմ, բայց մեջը լինեմ, հա, տեքստի մեջ պտտվեմ։ Դա հիմա կարևոր է այդ սկզբունքը։ Ինչի համար է նաև հարցնում, հիմա պատկերացնենք չէ, այդտեղ տիտրեր են գրվելու, Հայկ Հովյան ու տակը ինչ գրվի, որ դու ասես, այ ճիշտ է գրած, գրող, մուլտիպլիկատոր, որ գրում հարցազրույցների, խնդրում եմ, որ ասեն արձակագիր։ Արձակագիր։ Հա, եւ մուլտիպլիկատոր։ Մուլտիպլիկատորը չեն գրում, առաջի անգամ կգրվի մուլտիպլիկատոր։ Կգրենք, օքեյ, հա։ Թիմի հետ ես աշխատում, արի քո մի քիչ որպես այսպես կոլեկտիվի մարդ կողմը հասկանանք, ու նաև ռեժիսոր ես, այսինքն պատասխանատու դիրքում ես։ Ինչ որ հատուկ մեթոդներ ունես շատ մարդկանց հետ աշխատելու, որպեսզի գործը ճիշտ գնա ու հարթ։ Իսկ ինչ բաներ կա, որ պետք է անել, հոգեբանական, ֆիզիկական եւ այլն։ Այդ լավ հարց է, այստեղ ոնց որ գալիս է այդ ղեկավարի ու լիդերի հա դիլեման, դու որպես ղեկավար ես ինչ որ հարցերի մոտենում, թե հարցերի մոտենում ես որպես լիդեր, իսկ այդտեղ տարբերություն գոյություն ունի, էլի։ Թիմի հետ աշխատանքը իրականում բարդ է, բայց ինչ որ փորձառության հետ է, հա, գալիս, ավելի շատ դրա հետ է կապված, մեկ է սխալվում, երկուս է սխալվում, երեք է սխալվում ու կամաց դու էլ ես սկսում ինչ որ մարդկանց հետ աշխատելու փորձ ձեռք բերել ու ես կարծում եմ, որ այդ հաջողության բանալին ամեն դեպքում փորձառության ու շատ սխալվելու, այդ սխալվելու արդյունքում ինչ որ ստորջրյա քարերը ճանաչելու, ծանոթանալու մեջ է։ Նույնը մարդկանց է վերաբերվում։ Մի անգամ սխալվես, 2 անգամ սխալվես ու քո սխալների վրա սովորես։ Ամենայն դեպս իմ կյանքի փորձառությունը այդ է ցույց տալի, որ ամենաճիշտ ճանապարհը այդ սխալվելու միջով անցնելն է, չվախենալ սխալվելը ու նույնը նաև թիմին փոխանցելը, որ այս սխալվելը նորմալ է։ Ասենք իմ համար դա կարևոր սկզբունք է, որ մարդը ով իմ հետ աշխատում է, ինքը հանգիստ լինի, որ ինքը սխալվելու իրավունք ունի։ Որտեղ մարդը զգում է, որ ինքը սխալվելու իրավունք չունի, դա իրան ավելի է լարում ու այն աշխատանքը, որ ինքը պետք է աներ փորձելով, որտեղ որ բնականաբար սխալվելու հավանականությունը մեծանում է, ինքը արդեն վախենում է նոր բան փորձի, ավելի շատ սկսում անել այն ինչ ինքը որ սովոր է, իսկ դա նոր բան չի ստեղծում։ Նոր բան ստեղծելու համար պիտի ինչ որ փորձ անես, իսկ փորձը սխալ է բերելու էլի իր հետ։ Պիտի մարդը չվախենա դրանից ու իմ համար դա սկզբունք է, որ ես էլ այդ սխալվելու իրավունքն ունենամ, իմ թիմն էլ այդ սխալվելու իրավունքն ունենա։ Ես օրինակ իմ շրջապատում կան մարդիկ, ում հետ անձնական շատ լավ հարաբերություններ ունեն, բայց գործնական ոնց չէ ուզի իրանց հետ աշխատել, որտեվ գործի մեջ մարդիկ մի քիչ ուրիշ են։ Դու ըստ քեզ ո՞նց ես այդ բaragam, քո աշխատելը ո՞նց է։ Կան ինչ-որ տոքսիկ մարդիկ գործի մեջ, որ շատ լարված են ու լարում են բոլորին, կան հակառակը, որ չափից շատ թեթև են նայում։ Դե ցանկացած թիմում էլ լինում է, հա, տենց ինչ որ դու ըստ քեզ ոնց է դժվար է աշխատել, որոնց հետ հեշտ է աշխատել։
Դե բնականաբար ես ինձ համարում եմ մարդ, որի հետ հեշտ է աշխատելը։ Հա։ Վերջ անգամ բողոք չես տածել ոչ մեկից, դե որ Հայկ ջան, լավ էլի դե։ Սենց ասեմ, քանի որ մարդը իրականությունից կտրվելու հատկություն ունի, հա, տենց քեզ թվում է դու ամեն ինչ լավ ես անում, ամեն ինչ ճիշտ ես անում եւ այլն, իմ համար չափանիշը այնա, թե արդյոք մարդը ում հետ ես ինչ որ գործի բերումով աշխատել եմ, հետո նորից ցանկություն ունենում է իմ հետ աշխատի, թե չէ, հա, ուրիշ պրոյեկտով։ Իսկ մի անգամ աշխատել եմ, ինքը ուրիշ պրոյեկտով ինձ ոնց որ դիմում է, կանչում է, հրավիրում է, թե չէ։ Իմ համար այ ոնց որ այդ աշխատելու չափանիշը դա է։ Թե ինչն է այդ հատկանիշը, որ մարդկանց ստիպում է ինձ նորից իմ հետ աշխատելուն գնալ, այդ երևի իրանք ավելի լավ կիմանան, քան թե ես, բայց իմ համար դա է գիծը։ Արդյոք մարդը նորից ուզում է իմ հետ աշխատի, թե չի ուզում, թե չի ուզում, գուցե մի բան էլ ինձնից է, որ խնդիր է եղել, էս է եղել, այն է եղել։ Այս սրան երևի պիտի ուշադրություն դարձնել, քան թե ինչ որ խոսքերին կամ դու ինքդ քո մեջ տենց ասես, այս ամեն ինչ լավ եմ անում, թույն եմ անում, այ մարդիկ են մեղավոր եւ այլն, այդքանը չէ։ Ահագին մեծ տարածք է, բայց դու մեզ նախապես ցույց տվեցիր նաև սենց բաց հրաշալի տեսարան, տանիք առաջարկում գնանք այնտեղ ու շարունակենք զրույցը։ Շատ լավ, շատ լավ։ Հայկ, ես կտուրը սենց ինքն է հուշում, որ ստեղ պետք է առնվազն ընդմիջումները ամռանը լավ անցնեն, կա տենց բան անում եք։ Ավելի շատ երեկոներն է անցնում, հա, տենց աշխատանքից հետո մանավանդ ամառվա երեկոները Երևանում ավելի հաճելի է, էլի ցերեկը ամառը ցերեկը լավ չի էլի Երևան, բայց այ երեկոն իրոք տենց հրաշալի է ստեղ։ Խորոված արվում է։ Խորոված ենք անում, հա, երբեմն։ Դու ես անում։ Չէ, ես խորոված անող չեմ, ես կվարտիրայի մեջ եմ, բնակարանի մեջ եմ մեծացել, տենց առանձնապես խորոված անելու հնարավորություն շատ չկա, էլի շենքի մեջ։ Հա, բայց փորձել չունես, այսինքն երբեք։ Փորձ ունեմ, հա, բայց դե սեփական տանը ապրողը ավելի շատ է, էլի անընդհատ հնարավորություն ունի խորոված անելու, քան բնակարանում ապրողը։ Մի քիչ էլ աշխատանքից խոսենք, քո, հա, դու նշեցիր, որ ֆիլմ եք պատրաստում բնապահպանական թեմայով Սևանի։ Ընդհանրապես թեմաները ո՞նց ես ընտրում եւ գրելուց եւ ֆիլմերի համար ի՞նչն է քեզ հուզում, որպեսզի դրան անդրադառնաս, թե օրինակ կարող ընտրես թեման քեզ այդքան էլ չհուզի, բայց ասես այսա կնայվի կամ սա կկարդան, դրա համար սա գրեմ։ Ինչ վերաբերում է Սևանիկին, միտքը Սևանիկի ավելի շուտ է եղել, քան ես եմ ոնց որ ներգրավել թիմի մեջ, դա ավելի շատ պրոդյուսերի ու հովանավորների մի խոսքով մի քիչ ուրիշ բան է։ Այսինքն այդ թեման քեզ չի հուզում այդքան։ Ոչ թե չի հուզում, այլ ավելի շուտ է այդ թեման եղել, քան ես եմ ոնց որ սկսել աշխատել։ Ես արդեն ամեն առանձին էպիզոդի սցենարի վրա եմ աշխատել, մտքի վրա եմ աշխատել, դա արդեն, հա, ոնց որ իմ ներգրավվածությունը տեղ արդեն ավելի շատ է եղել, բայց ընդհանուր ֆիլմի միտքը ինձնից ավելի շուտ է եղել, քան ասենք ես եմ միացել այս թիմին։ Իսկ ինչ գրականությանն է վերաբերվում, այդ դիլեման կա, գրել են մասին ինչը որ տենց հենց դու ես ուզում, թե այն ինչը կարա հուզի ընթերցողին, բայց գրողները շատ են, հա, այդ մասին խոսում իրար հետ կամ առհասարակ, բայց իմ կարծիքով դա տենց փոխկապակցված բան է, էլի իրար, որովհետև եթե հանրությանը հուզող ինչ որ թեմա կա, դու էլ որպես հանրության մաս գրողը հո տենց ինչ որ վակուումի մեջ չի ապրում, ինքն էլ չէ, այդ հանրության մի մասն է, տենց գուցե նաև իրան համարում է այդ հանրության խնդիրների մասին խոսող, ինքը չի կարող դրանից կտրված լինի։ Եթե դա մարդկանց հուզում է, դա գրողին էլ է կպնելու, էլի, այսինքն եթե դու գրում ես մի բանի մասին, որը որ հանրության ընդհանրապես չի հուզում, այդ հանրության մեջ չկա դա ու ոչ մեկի հետաքրքիր չի, ես չգիտեմ, դա ինչքանով է, էլի գրողի մասին։ Իմ պատկերացումն է նա, որ գրողը հենց էտա հանրության այդ կնճիռների մասին խոսացողն է։ Ուստի այդ երկուսը փոխկապակցված բան են, էլի դառնում։ Քո վերջի պատմվածքում, որը համացանցում կա, ցենզուրայից դուրս բառեր կիրառել մի քանի անգամ։ Ընդհանրապես ո՞նց ես վերաբերում այդ թեմային։ Այն մյուս պատմվածքներում ավելի շատ ոչ ցենզուր բառեր։ Դե ես օրինակ վերջին։ Ես լրիվ օքեյ եմ դրա հետ։ Ինչ աստիճան է կարելի հանրային
Ես կարծում եմ, որ գրականության մեջ, եթերում։ հա, որ գրականության մեջ այո, կարելի է։ Հա։ Գրականության համար շատ նորմալ է, որովհետև կենթանի լեզուն է դա, հա, հիմա համենայն դեպս, օրինակ նախորդ պատմվածքս բանակի մասին էր, հիմա ոնց բանակի մասին գրես առանց ոչ ցենզուր լեքսիկոն օգտագործելու։ Ուսումա հնարավոր չի, էլ ասենք կամ ոնց տղամարդկանց միջավայր նկարագրես, որ իրանք իրար հետ խոսում են ու դա չլինի ոչ ցենզուր բառեր օգտագործելով։ Իմ համար կենթանի լեզուն գրականության մեջ պահելը շատ կարևոր է։ Բայց հայերենում մի քիչ տեսակ ինքը sense համեմատած օրինակ ռուսերենի ու անգլերենի հետ բառերը մի քիչ շատ sense չգիտեմ ոնց Անբարեհունչ են, հա։ Անբարեհունչ, հա։ Դե ականջի սովորելու բան է, էլի, չգիտեմ։ Հա։ Դու շատ ես կիրառում այդ բառերը առօրյա։ Առօրյայում չէ, բայց եթե ինչ-որ չէ, դե պարզա բոլորս է գիտենք, հա, որ բառը ինչ է նշանակում, դա չի նշանակում, որ դու անընդհատ դա օգտագործում ես, բայց եթե ինչ-որ միջավայր ես, ոնց որ միջավայրն է, հա, դա թելադրում։ Էլ եմ ասում, եթե դու ինչ-որ տղամարդկանց զրույց ես նկարագրում, ինչ-որ վիճաբանություն կամ եւ այլն, դա օրգանիկ չի լինի, եթե դու այդ բառերը չօգտագործես։ Դա ինձ իրականությունից կտրված կլինի, իսկ եթե արհեստականություն է բերելու խոսքին, իմ համար գրողներ կան, որոնք կարծում են, որ չէ, ասենք ճիշտ է պահել այդ, չեմ ասի ակադեմիական, բայց այդ մի քիչ ավելի մաքուր լեզուն, ավելի ճիշտ է պահելը, որտեղ դա էլ է, հա, ականջի սովորելու բան։ Ես ավելի հակված եմ կենթանի լեզուն օգտագործել, այն ինչ որ մենք խոսում ենք առօրյայում։ Աշխարհագրության ֆակուլտետում ես սովորել, եթե չեմ սխալվում, բայց աշխարհագրության ֆակուլտետից ոնց հասանք այս կտուր, ինչ եղավ։ Էդ էլ է հետաքրքիր պատմություն, ես աշխարհագրության մագիստրոս եմ, հա, նույնիսկ ասենք մագիստրական թեզս այնց գեոպոլիտիկայի մասին էր եւ այլն, բայց իմ մանկության ընկերը սովորում էր Գեղարվեստի ակադեմիայում համակարգչային գրաֆիկայի բաժնում։ Ինձ էլ միշտ այդ արվեստի մասը շատ ավելի հետաքրքիր է եղել, քան գիտությունը։ Հա։ Ու տենց ոնց որ արդեն բանակից հետո ծառայությունից հետո որ մագիստրատուրայում էի սովորում, տենց զուգահեռ ոնց որ իր հետ սկսեցի նաև այդ համակարգչային գրաֆիկայի աշխարհ մտնել ու տենց արդեն մագիստրատուրան ավարտելուց հետո տենց ամբողջությամբ մտա արդեն այդ ոլորտի մեջ, որը որ ինձ ավելի տենց հետաքրքիր ու հոգեհարազատ էր։ Այսինքն ես այդ աշխարհագրության մասնագիտությամբ մի օր անգամ չեմ աշխատել, էլի, մի անգամ ավարտելուց հետո մտել եմ այդ մուլտիպլիկացիայի, այդ համակարգչային գրաֆիկայի աշխարհ ու տենց է դուրս չեմ եկել տեղից։ Բայց աշխարհագրությունից հասկանում ես, լավ թե մոռացել ես։ Դե մագիստրոս եմ ամեն դեպքում։ Հա, այսինքն մնացել են այդ գիտելիքները եւ այլն, հա, լավ գլուխ ես հանում։ Հասկացա։ Ու կուզեմ գամ մեր խոսակցության ամենասկզբին, որ ասացի անսովոր է, որ ոչ քաղաքական հարցերից ես տալի։ Իմ համար այդ բանը մի քիչ տարօրինակ է, որովհետեւ այսօր Հայաստանում արվեստի ոլորտում գործող մարդիկ ավելի շատ ասոցացվում են քաղաքականության հետ, ինչ որ տարբեր թևերի եւ այլն, քան բուն իրանց գործի։ Ու այդ թվում կներես, բայց նաեւ դու էլ ես դա ընդունում։ Հա, այդ նորմալ է։ Դե ինձ թվում է ավելի քան, որովհետև արվեստը, հատկապես գրականությունը, քաղաքականությունը շատ փոխկապակցված բան է։ Հիմա եթե մի երկու դար կամ հա մի դար հետ գնանք, այդ մեր այդ մեծ գրողները ըստ էության քաղաքականությամբ էին զբաղվում, որովհետև որպեսզի քաղաքականություն գոյություն չուներ։ Հա, բայց նույն կներես որ ընդհանրում եմ, բայց օրինակ չգիտեմ, նույն Թումանյանին մեկը չեն հիշելու իր քաղաքական ինչ ուղղվածության էր հարում, հիշում են մեկը պայմանական Անուշով կամ Նիկորով։ Արի ես մի հատ ուրիշ ստատուսներն են։ Դե արի ես մի հատ ուրիշ հակադարձ հարց քեզ տամ։ Դու ինչ ես հասկանում քաղաքականություն ասելով։ Լայն իմաստով ինքը ամեն ինչ ներառող ոլորտ է, հասկանալի է։ Ես դեպքում հարցիս մեջ այդ կիրառելուց նկատի ունեմ կոնկրետ քաղաքական ինչ-որ ուղղվածության տեսեր եւ այլն։ Հա, ստե ոնց որ քանի որ մենք չենք քաղաքականացնում, ես չեմ ուզում իրոք քաղաքականացնենք, այստեղ զուտ ասոցիատիվ հա, ստեղ ճիշտ կլինի տարանջատել քաղաքականացումը եւ կուսակցականացումը իրարից, որտեվ այդ երկուսի մեջ կարելի է անջրպետ դնել, որտեվ կուսակցականությունը, հա, կամ կուսակցական լինելը, կուսակցական աշխատանքը դա ոնց որ մի քիչ ուրիշ բան է, հա, պրակտիկ քաղաքականությունը, ավելի կիրառական, ավելի ինչ որ մասով բյուրոկրատիկ, որպես ինստիտուտ ինքը։ Դա ասենք կուսակցական մասը կարելի է վերաբերվել դրան էլի որպես իսկ
բուն քաղաքականությունը ես կարծում չի կարա լինի լավ գրականություն առանց քաղաքականության։ Անցած տարի մի տես հաղորդաշար ունեինք, գրակ էր կոչվում, Թագուհի Ղազարյանի հետ էինք վարում ու ամբողջ բովանդակությունը հենց գրականության ու քաղաքականության շուրջ էր, գրականության քաղաքական կողմի մասին ու որ լավ գրականությունը, որ լավ ստեղծագործությունը վերցնում ես, ինքը քաղաքական է։ Ամեն ինչին կպնում ես այդ գրականության մեջ, իր հիմքը մեկը քաղաքականն է գալիս, էլի։ Ես, այդ բովանդակային մասով ես նկատում եմ ասոցիացիան, որ ասում են Հայկ Հովյան, առաջինը ոնց որ չեն հիշում, որ դու մուլտիպլիկատոր ես եւ գրող, կարծում եմ։ Այդ ասոցիացիան քեզ չի խանգարում։ Չէ, գործի մեջ չեմ նեղվում դրանից, տենց ավելի շատ ես փորձում եմ տենց զուգորդեմ իրար, իմ բեքգրաունդները տարբեր, այդ էլ այլ է հետաքրքիր բան, ասենք թե մարդը իր vocation-ը որտեղից է ստանում, ասենք նույն գրականության մեջ կամ արվեստի մեջ, ինչ որ մի տեղից այդ vocation-ը պիտի ստանաս, ասենք ու այդ քաղաքական իմ տարվածություն ասեմ, երևի, ասենց այդ տարվածությունը ինչ որտեղ նաև իմ համար ոգեշնչման աղբյուր է, ու նույնն էլ հակառակ կողմից, եթե ես մոտենամ, ինչ որ քաղաքական հարցերի մեջ իմ գրող լինելը կամ ասենք իմ արվեստի կողմից լինելը ինձ ինչ որտեղ է ուրիշ դիտանկյուն է տալիս նաև հարցերին։ Ոնց որ այդ տեսանկյունն էլ գոյություն ունի, էլի, որ դու այդ երկու աշխարհների միջև երբեմն կարող ես դիտանկյուն ունենաս, որը մեկ ուրիշը գուցեև չունենա, որը ուրիշ բնագավառից է, ինքն էլ բնականաբար իր հերթին իր կողմից նայելու կլինի, իրավաբանը ուրիշ կողմից կնայի այդ քաղաքական հարցերին, արվեստի մարդը ուրիշ կողմից կնայի, ուտեղ այդ արանքում էլ նաև այդ կոմպրոմիսներն է գտնվելու։ Որպես մուլտիպլիկատոր մի հատ ֆիլմ խորհրդո անիմացիոն, որ պարտադիր պետք է նայել ու հասկանալ մուլտիպլիկացիայի ամբողջ ուժն ու գեղեցկությունը։ Ես Pixar-ի Ratatouille-ն եմ սիրում։ Ratatouille։ Իմ ամենասիրած ֆիլմը։ Ինչին ուշադրություն դարձնենք նայելուց եւս մեկ անգամ, որ ավելի խորը հասկանանք այդ արվեստը, էլի։ Դե այդ ֆիլմի սլոգանը ո՞նց է, հայերեն։ Կարգախոսը, որ ցանկացածը կարա, ստեղծագործի ճաշեփի եւ այլ նույնիսկ մուկը, մկնիկ ինչի մասին այդ ֆիլմը, որ մկնիկը խոհարար է դառնում Միշլենի աստղ ունեցող հյուրանոց ռեստորանում, որ նույնիսկ մուկը կարա ինչ որ ստեղծագործական աշխատանքով զբաղվի, ու գլխավոր ոնց որ մեսեջը է այդ ֆիլմի, ու ինքը տենց հետաքրքիր բան է, էլի, որ մարդու մասնագիտությունը կամ այն սկզբնական էությունը ինչ որ մարդը համարում մուկը, բայց ամեն դեպքում աշխարհն այնպեսին է, որ դու միշտ էլ հնարավորություն ունես ինչ որ մի հատ ուրիշ բանի մեջ հայտնվել, աշխարհագետ ես, հայտնվես մուլտիպլիկացիայի մեջ, մուլտիպլիկատոր ես, հայտնվես քաղաքականության մեջ, քաղաքական գործիչ ես, հայտնվես մի ուրիշ տեղ, այդ հնարավորությունների աշխարհը հետաքրքիր բան է։ Այդ դիտանկյունը երևի կարելի է տենց շեշտել, էլի, ինչը որ հենց ֆիլմի հիմքում դրած է, բայց առհասարակ ինքը տենց իր սյուժետային կառուցվածքով, վիզուալով բան, տենց ինչ շատ է տենց գրավել, բավական հին է, 2006-8 թիվ կարծեմ, բայց ես շատ եմ սիրում այդ ֆիլմը։ Հայկ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ժամանակը մոտենում ավարտին, վերջում ունես այս պայծրությամբ ինչ որ մի հատ երազանքների պրոյեկտ կամ աշխատանք, պաշտոն, որին ձգտում ես, ու որ հասնես ասել ես, հասա։ Չէ, տենց երևի, ես կյանքի ընթացքից եմ հաճույք ստանում, էլի, կլինի դա գրականության մեջ, մուլտիպլիկացիայի մեջ, թե քաղաքականության մեջ, այդ ընթացքն է հետաքրքիր, էլի, ինչ որ տենց, որտեվ ոնց է, մարդու մեջ դու ինչ որ մի հանգուցակետի ես գալի ու հետո պիտի նոր մոտիվացիա քո համար լինի, հետո էլի ու արդյունքում այդ ընթացքն է, էլի դառնում, որ մոտիվացիա ընթացքն է, որ դու այդ ընթացքի մեջ կարողանաս հասցնես նաև եւ ապրել։ Որտեվ էդ էլ մեր, չգիտեմ, չեմ սիրում այդ բառն ասել, բայց անընդհատ մեկա գալիս այդ մենթալիտետի պահը կա, որ փորձում ենք ինչ որ մի հանգուցակետի հասնել, նոր համարել, որ այսի ապրելու կետն է, այս կետից սկսած կարելի է լավ ապրել, բայց կյանքը այդ ընթացքի մասին է, էլի պիտի սովորել երևի այդ ընթացքի մեջ էլ հասցնել ապրել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։